Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօր այստեղ ինչ ուղերձով եք եւ ինչ ակնկալիքով Սամվել Կարապետյանին աջակցում եք որպես քաղաքացի։ Սամվել Կարապետյանին աջակցում եմ եւ որպես քաղաքացի եւ որպես մեծ բարերար, բնականաբար այստեղ եմ իրեն աջակցելու համար։ Ես համոզված եմ, որ այս եկեղեցու հանդեպ հալածանքների շարունակությունն է, բոլորիս է հայտնի իրան այդ մի ֆրազայի համար ձերբակալեցին, որ ես մինչև վերջ կանգնած եմ լինելու իմ եկեղեցու եւ իմ ժողովրդի կողքին։ Ինքը կարող չասել այդ մի նախադասությունը, ոչ էլ այսքան բաների մեջ ընկնել, բայց մեծ մարդը մնաց մեծ, ամեն դեպքում անես չի, որ Սամվել Կարապետյանը սենց ընթացքից ինչ-որ մտապրոցեսների մեջ մարդը հետագիծ ունի, մարդը մեծ բարեգործական, ազգանվեր, իր հայրենիքին նվիրյալի հետագիծ ունեցող մարդ է, պարտավոր ենք գանգստեղ աջակցենք ու շատ ունենք հարուստներ, թող ոչ մեկը չնեղանա, ոչ մեկ չարեց այս ազգի համար այնքան, ինչ որ արեց Սամվել Կարապետյանը։ Ու մինչև վերջ շատ լավ մտածում եմ, որ ինքը շատ լավ կանխատեսում էր հետևանքները, բայց ինքը գերադասեց, իրոք մնա իր եկեղեցու, իր ժողովրդի կողքին, մենք այստեղ ենք աջակցելու, որ ինքը մենակ չի, ինչքան էլ փորձեն այս մարդու արածը չգիտեմ ինչ բառով ասեմ, ուզում են հիշողությունից ջնջեն զրոյացնեն, ուզում են չգիտեմ ինչ անեն, բայց մարդիկ հիշողություն ունեն, այս մարդը արած ունի, մարդիկ հիշում են, կանգնելու են իր կողքին, ու եթե իրանք որոշեն պայքարի ուրիշ տարբերակ մի քիչ ավելի ընտրեն, ստատիկ ժողովուրդը հնգապատկվելու է։ Տիկին Անժելա, այսօր հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, ծառայողների մուտքը, այլևս քրեակատարողական հիմնարկներ եւս ի պաշտոն է արգելվել է, հիշում ենք գնդերեցների պատմությունը։ Ի վերջո ինչ են ուզում, եթե հաշվի առնենք նաեւ, որ ԿՊ-ի նախընտրական ծրագրում սևով սպիտակին գրված է, ինչ է սպասում Հայ Առաքելական եկեղեցուն։ Դեսի շարունակական պրոցեսա, շարունակական ծրագիր է, այս մարդիկ հստակ ծրագրով եկել են, երևի պարզ տեքստով ասենք, որ պարզ լինի, ասենք մարդիկ ամեն անգամ այդ իրադարձություններին են արձագանքը տվյալ ժամանակի, բայց համակարգային ծրագիրը Հայ Առաքելական եկեղեցին այս մարդիկ ծրագիր ունեն ոչնչացնելու։ Բառը երևի դաժան է հնչում, բայց ծրագիրը էդ է, ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին, որովհետև դրսերի են գլոբալ անալիտիկ կենտրոնները, գլոբալ աշխարհը հետազոտություն ունի, այս ազգը պատերազմին դիմացավ, նեղություններին դիմացավ, սովին, մթին, ցրդին, ամեն ինչին դիմանմա, այս ազգին ուղղակի պետքա բարոյազրկել, բարոյազրկելու համար էլ իրանց խանգարումա Հայ Առաքելական եկեղեցին։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության բարոյականությունն է։ Մեր բարոյական նկարագրի վերջի առանցքն է, վերջի խարիճքն է, որ մի քիչ թե շատ մտածող մարդիկ հասկանում են, որ իրոք եթե սրանց հաջողվի, չնայած չի հաջողվելու, հաստատ չի հաջողվելու, թող հալածեն, թող իրանք ինչ անում են, մեր եկեղեցին ավելի ուժեղանում է, եթե հոգևորականների մուտքը գնդերեցների ինստիտուտը հանին, հայոց եկեղեցու պատմությունը դպրոցներում արգելին, վեհափառի պաշտպանությունը, պետական պաշտպանությունը հանին, թող քրեակատարողական հիմնարկներ էլ մուտքը արգելեն, դրա փոխարեն հազարապատկվումա ժողովրդի դարձը դեպի եկեղեցի։ Առաջներում մենք երբեք չէինք տենա սովորական օրերի այդքան խիտ հոսք եկեղեցի, իրանք այդ հալածանքներով ընդամենը խթանում են մեր եկեղեցու, մեր ժողովրդի դարձը դեպի եկեղեցի, չեն հաջողելու, թող անեն ու իրանց վերջը հենց եկեղեցուց էլ գալու է։ Հասկանալի ձեր տեսակետը, շնորհակալ։ Եկեղեցուց էլ գալու է իրանց վերջը։